Ինչու որոշում կայացրեցիք չմնալ աշխատակազմում։ Փաշինյանի թիմի ծանր քաշայիններից մեկը Արայիկ Հարությունյանը ամերիկյան գրականության հսկայի ոճով է արձագանքում իր քաղաքական մահը գուժողներին։ Իր մահվան մասին բոլոր լուրերը չափազանց։ Սկանդալային լուրեր կան, որ Փաշինյանը իր աշխատակազմի ղեկավարին որպես շարքային падգամավոր խորհրդարան է ուղարկում, որովհետև ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելիս Հարությունյանը մոլորեցրել է իրեն, վստահեցնելով, թե սահմանադրական մեծամասնություն կունենա քաղպայմանագիրը։ Բայց ժողովրդի հետ չեմ խոսել, շատ եք դեղնել։ Հարությունյանը դեղին է համարում այն լրատվամիջոցներին, որոնք իրենց աղբյուրներին հղում անելով գրում էին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վստահվելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցին։ Փաշինյանն այսօր հաստատել է այսպես կոչված դեղին լուրը։ ՔՊ ղեկավարը չի պատրաստվում վերանայել խորհրդարանի փոխոսնակի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Ինչի պետք է։ Լրագրողները հիշեցնում են ՔՊԱ-ական Հայկ Կոնջորյանի, ՔՊԱ-ական եղբոր Ավետ Կոնջորյանի խուլիգանական պահվածքը փողոցում։ Վերջին օրերի ամենաքննարկվող տեսանյութերը պարզվում է վրիպել են ըստ իրեն ընթերցանությամբ տարված Փաշինյանի աչքից։ Ես չգիտեմ, ես չեմ տեսել, բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ, վերահսկող հանձնաժողով, եթե դեպք լինի, վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար։ Ինքը Կոնջորյանը խոսելու ցանկություն չունի։ Ավելի վաղ ՔՊԱ-ական Հայկ Կոնջորյանը Facebook-ում գրել էր, թե տեղի ունեցածը իրավական տիրույթում է։ Նա դատապարտել էր բռնության ցանկացած դրսևորում եւ խոստացել դատի տալ բոլոր նրանց, ովքեր իրեն ստահոդ լուրեր եւ զրպարտություններ կվերագրեն։ Ակնոցը մի լավ մաքրելուց հետո ՔՊԱ-ական Արսեն Թորոսյանը փորձում է համոզել, թե Հայկ Կոնջորյանի եղբոր վարքագիծը բիծ չի թողնում падգամավորի վրա։ Ես ասում եմ Հայկը ինչ կապ ունի այստեղ։ Ավետ Կոնջորյանի ծեծից հետո տեղեկություն էր տարածվել, թե Հայկ Կոնջորյանը տեղյակ է եղել եղբոր խառը գործերից։ Հայկ Կոնջորյանն է, մեկ ուրիշն է, հիմա բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ, ընկերներ, եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել կամ իր նկատմամբ են հանցանք գործը, պետք է լինի պատիժ եւ Կոնջորյանի մեղավորություն ստեղ փնտրելը ես կարծում եմ, որ պարզապես էթիկայի կանոնագիրը ՔՊԱ-ականները, որ առանց դատ ու դատաստանի իրենց ընդդիմախոսներին ահաբեկիչ, մարդասպան ու թալանչի են անվանում, իրենց թիմակցի մասին խոսելիս հիշում են անմեղության կանխավարկածի մասին։ Հիմա մենք մեղավորության կանխավարկածով որոշել ենք, որ Հայկ Կոնջորյանը ինչ-որ բանում մեղավոր է։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Ես հարց էի տալիս, ոչինչ չէի։ Չէ, ես էլ ասում եմ, որ ես չեմ կարծում, որ դա այդպես է, որ Հայկ Կոնջորյանը հիմա մենք ունենք հիմքեր նույնիսկ ենթադրել, որ ինչ-որ բանում մեղավոր է։ Իսկ ինչ-որ բանում մեղավոր է ԵԿՄ նախագահ ՔՊԱ-ական Սասուն Միքայելյանը, որի թեկնածությունը ՔՊ վարչությունը այսօր մերժել է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Մերժված Միքայելյանը նեղացած չէ կուսակիցներից։ Ոչ մի ձևի։ Օրինակ ձեր Իմ կարգի մարդը կարա նեղված է։ Ձեր անցած ճանապարհը ռազմական այդ չգնահատվեց։ Ասնում է դեռ իմ ճանապարհը ռազմական միջև մահ։ Բայց ինչու օրինակ ձեր Թարսնեք իրանց, այ քեզի բան, փակ գաղտնի քվեարկությունն ինչ եք ուզում ինձանից։ Մամուլում լուրեր են հայտնվում, թե Փաշինյանը պատժում է Միքայելյանին, քանի որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ նրա ծննդավայր Վանատուրում ՔՊ-ն սպասվածի չափ շատ ձայն չի ստացել։ Ավելի քան 5 ժամ տևած ՔՊ վարչության նիստում Վիլեն Գաբրիելյանն է ընտրվել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Նա падգամավորական մանդատը վայր էր դրել Գյումրիի ՏԻՄ ընտրությունների գիշերը փողոցում հարբած հայհոյելուց հետո։ Արման Եղոյանը հրաժեշտ կտա Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Սոնաղա Զայրյանը կփոխարինի նրան։ Դուք ինչ եք միշտ բացասական նայում հարցին։ Ես անցած անգամ էլ ասացի, ոչ թե վարչությունը ինչ-որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների բոլոր թեկնածուներին ՔՊ-ն արդեն ընտրել է, բայց ըստ ԱԺ կանոնակարգի խորհրդարանական ընդդիմությունը 3 հանձնաժողովի նախագահի թեկնածու կարող է առաջադրել։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։